Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին զերծ մնալ շփման գծում իրադրությունը սրելուց եւ ակտիվացնել Ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորմանն ուղղված ջանքերն։ Այս մասին մի քանի ժամ առաջ Բաքվում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը։ Ես այստեղ էի ժամանել ուղերձով եւ նույն ուղերձն էլ կտանեմ Հայաստան։ Մենք ցանկանում ենք, որպեսզի բռնարարքներին վերջ տրվի եւ կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ։ Մենք պատրաստվում ենք աջակցել այս գործընթացին Մինսկի խմբի ձևաչափի միջոցով, հայտարարեց Նուլանդը, հավելելով նաև, որ Երևանում վաղ կայանալիք բանակցությունների թեմաներից մեկը դառնալու է անցած տարվա հունիսին Քելբաջարում ձերբակալված եւ հետագայում Ղարաբաղյան դատարանի կողմից դատապարտված դիվերսանտների Դիլգամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիևի ճակատագիրը։ Այս խնդրի մասին Նուլանդը խոսեց պատասխանելով ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին։ Կալանավորվածները պետք է վերադարձվեն Ադրբեջան որպես բարի կամքի մարդասիրական դրսևորում։ Այս հարցին ես եւս անդրադառնամ վաղը Երևանում, հայտարարեց Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը։ Հիշեցնեմ, որ Բաքուն Վիկտորիա Նուլանդի տարածաշրջանային այցի առաջին կանգառն էր։ Ադրբեջանի մայրաքաղաքում Նուլանդն ընդամենը մի քանի ժամ անցկացրեց հանդիպելով երկրի ղեկավարության, այդ թվում Իլհամ Ալիևի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նուլանդի խոսքով բանակցությունների մի զգալի մասը զբաղեցրել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության շուրջ քննարկումները։ Այսօր մենք խոսեցինք այն մտահոգությունների մասին, որ վերջին տարիներին արտահայտում էին Միացյալ Նահանգները մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության հետ կապված։ Մենք հանգեցինք պայմանավորվածության, որի համաձայն շարունակելու ենք այդ քննարկումները եւ ակտիվացնելու ենք դրանք։ Այդ նպատակով մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որի համաձայն ամերիկա-ադրբեջանական երկխոսություն է մեկնարկելու նվիրված քաղաքացիական ազատությունների եւ ժողովրդավարության խնդիրներին, ստեղծվելու է երկկողմ ամերիկա-ադրբեջանական կառույց, որը գործելու է Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերին զուգահեռ, հայտարարեց Նուլանդը։ Պետքարտուղարի տեղակալն այսօր Բաքվում չշրջանցեց նաև Ադրբեջանի եւ Արևմուտքի միջև էներգետիկ համագործակցության խնդիրները։ Անվտանգության եւ էներգետիկ համագործակցության խնդիրները սերտորեն փոխկապակցված են։ Խոսքը մասնավորաբար նավթատարերի եւ գազատարերի անվտանգության ապահովման մասին է։ Այս թեման այսօր առավել ակտիվ քննարկվում է հաշվի առնելով հարավային գազային միջանցքի ստեղծման հեռանկար։ Այս միջանցքը Եվրոպայի էներգետիկ անկախությունն է ապահովելու, վերացնելով մայրցամաքի կախվածությունը գազի մեկ աղբյուրից։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը մեծապես աջակցում են այդ ծրագրին, այսօր Բաքվում հայտարարեց Վիկտորիա Նուլանդը։ Իդեպ, ամերիկացի դիվանագետը պատմելով Իլհամ Ալիևի հետ այսօր կայացած բանակցությունների մասին նաև նշեց, թե Ադրբեջանի նախագահն իրեն խոստացել է ակտիվորեն պայքարել կոռուպցիայի դեմ։